Պարոն Ղազարյան, արդեն որ երրորդ նիստն է, ԿՊԱ-ականները կռիվ են տալիս Հանրապետականի հետ եւ Սերժ Սարգսյանի շուքի հետ, ինչպես ասում են, ի՞նչն է խնդիրը, որ այսպես ամեն ձև ձեր խմբակցության մեջ ուզում են տեսնել Հանրապետականի հետքը եւ ձեր խմբակցության ներկայացուցիչներն էլ այսպես մի տեսակ ոնց որ դիստանցավորվեն, ասեն մենք կապ չունենք, արդարանան։ Ես չեմ նկատել, որ որևէ մեկը պիտի արդարանա, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է խուսափի իր կենսագրությունից։ Ես ինքս օրինակ հպարտությամբ եմ խոսում իմ կենսագրության ցանկացած դրվագի մասին, այդ թվում իմ քաղաքական գործունեության մասին, այդ թվում այն գործունեության մասին, որը կապված է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ անդամակցության, կուսակցության շարքերում իմ քաղաքական գործունեության, զբաղեցրած պաշտոնների, այդ պաշտոններով մեր ժողովրդին մատուցած հանրային ծառայությունների հետ։ Իսկ թե ինչի են իրենք այդ մասին խոսում, կարծում եմ դա իրանց բարդություններով է պայմանավորված։ Միակ կուսակցությունը, որին անդամակցած մարդը պետք է ամոթի զգացողություն ունենա ամբողջ կյանքում բազմաթիվ սերունդների առջև, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Հանրապետական կուսակցությունը մեր երկրի պատմության մեջ Արցախյան ազատամարտով ձևավորված դեռևս հանրապետականի հիմնադիրները խորհրդային ժամանակաշրջանում անկախության մարտիկներ են եղել եւ իր գործունեության ընթացքում կուսակցությունը մեծ դերակատարում է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ իշխանական կուսակցություն լինելու ռիսկերով պայմանավորված այո կուսակցության շարքերում հայտնվել են նաեւ արկածախնդիրներ պատեհապաշտներ որոնց մեծ մասը հիմա շատ հաջող դիրքավորված են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն այսինքն այն ինչ որ հանրապետական կուսակցության հետ կապված կարող է ներկայացվի որպես թերություն գործիչների իմաստով նրանց մենք այսօր տեսնում ենք մեծամասնությանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքի երևի դա է իրանց մոտ ձևավորել բարդույթ խոսելու այլ կուսակցությունների որ մեր ուժեղ Հայաստանում այո եղել են մարդիկ ովքեր տարբեր կուսակցությունների հետ են առնչություն ունեցել բայց բոլոր այդ մարդիկ անկախ որ կուսակցությանն են երբևէ անդամակցել նրանք ունեն ամբից կենսագրություն նրանք ունեն մաքուր ձեռքեր եւ հիմա մտածում են ոչ թե իրենց անցյալի այլ ապագայի մասին Պարոն Ղազարյան դուք ձեր նախորդ ճեպազրույցում թվարկել եք են բոլոր ներկայիս ԿՊ խմբակցության անդամներին որոնք ոչ բոլորին միայն խորհրդանի գործադիր իշխանությունը նայեք Բա գործադիր իշխանությունը նայեք Անդրանիկ Քոչարյան, Սասուն Միքայելյան եւ այլ շատ են դա հələ մենակ մենք խոսում ենք այս պահի իրենց խմբակցության կազմի մասին գործադիր իշխան այդ Մեհեր Գրիգորյանը Անտառամեջ բանը խորհրդային միլիցիայի նվերներ Անտառամեջ գյուղի հասարակությանը Տիգրան Խաչատրյանը ով է որ ժամանակը Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության ֆինանսական, անվտանգային, ուժային ոլորտի բոլոր ներկայացուցիչները եղել են նախկին կառավարությունների անդամներ Ատոմ Ջանջուղազյանն էր հեղափոխության մասնակից Զորաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը, չգիտեմ Արթուր մարդ չի մնում, տակը մնում է մենակով, օյն Արայք Հարությունյան մի երկու հոգի այդ կատեգորիայից ու իրանք էլ բա հիմա ասեք թե հիմա իրանց արմավիրի մարզպետը նախկին հանրապետական գյուղապետ է Բաբկեն Թունյանը հայտարարագրեր է նայում Թոմատել է մի օր այդ արմավիրի մարզ նկարվի նրա հայտարարագրած $30,000 Rolex ժամացույցի հետ եւ 20 միլիոն դրամի ոսկյա զարդերի ու գա այդ նկարը ստից հրապարակի ու պարզաբանումներ տա Շնորհակալ եմ շատ